երևույթները, որ տեղի են ունենում Հայաստանում, մեր քաղաքական դաշտում, ձեզ դուր է գալիս որպես պաշտոնյա, նաև որպես կին, որ դուք տեսնում եք թե հանրային դաշտում ինչպիսի խոսք կա, ինչ ինչ է տեղի ունենում քաղաքական դաշտում, ավելի կոնկրետ կպատասխանեմ։ Օրինակ այսօր Սամվել Կարապետյանը հերթական գրառումներ արել, թե ինչ հաջողվեց այս իշխանություններին, նշել էր, որ բաժանել սևերի, սպիտակների, պառակտել հասարակությունը, միմյանց դեմ հանել քաղաքական ուժերին, տարբեր անհատների, խմբերի, այսինքն անընդհատ լարվածություն կա մեր երկրում, անընդհատ պայքար կա։ Երեք ախր արդեն այլևս ժամանակավրեպ են այս բոլոր խոսակցությունները եւ ձեր կողմից բարձրաձայնվող ճակերտների մեջ մտահոգությունները, որովհետեւ երեք այնինչ տեղի ունեցավ երեք, կարծում եմ ձեր բոլոր հարցերին պատասխանում է։ Ես ինչ մեկնաբան եմ, Սամվել Կարապետյանը ինչ է ասում, ինչ ուզում է ասում է։ Չէ, միայն ինչ մենք ազատ ժողովրդավար երկրում ենք ապրում, ով ինչ կարծիք ունի, հայտնում է։ Եթե մենք դժգոհում ենք նրանից, որ բոլորն ունեն իրենց կարծիքը եւ հայտնում են, դա էլ հարց։ Բայց այդ կարծիքի համար հետո հայտնվում են բանտում։ Չեմ կարծում, որ կարծիքի համար Նիկոլ Փաշինյանը կարծիքը հայտնում, դրանից հետո մարդիկ որոշում են, որ պետք է իրավապահները պետք է գործողության անցնեն։ Ես քիչ առաջ այդ հարցին անդրադառնալով ասացի հետեւյալը, որ դուք ցույց եք տալիս մի ելակետ եւ կա կատարված աշխատանք, որոնք իրար հետ չեն համադրվում։ Այսինքն մենք չենք կարող այդ եղած փաստերից բխեցնել այն, որ եթե ձերբակալությունը տեղի ունեցել այդ հրապարակումից կամ հայտարարությունից հետո այդ ձերբակալության ետևում ավելի վաղ կատարված աշխատանք չի եղել։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Բայց եթե համարենք, որ օրինակ իշխանապողության պլան էր, դա պետք է փոխվեր, Նիկոլ Փաշինյանն էլ այդպեսի պլան ունի։ Տեսեք, ինչքան էլ որ ցանկացած մարդ հայտարարություն անի, այդ թվում ես հանդես գամ հայտարարություններով, ինչ է նշանակում։ Եթե հիմքեր չլինեն որևէ անձին ձերբակալելու կամ կալանավորելու, դա ուղղակի տեղի չի ունենա։ Մենք բազմիցս ականատես ենք եղել նման տիպ իրավիճակների, երբ անձը, որը որ կարող է որակվել եւ հասարակության կողմից որակվել է որպես իշխանությունների համար անցանկալի, ինչը այդպես չէ իրականում, չի ձերբակալվել, չի կալանավորվել, օրինակ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, եւ դուք մի բան էլ նշեցիք, Նիկոլ Փաշինյանն էլ ուներ պլաններ, ինչ պլանների մասին է խոսքը, օրինակ մարդկանց պատերի տակ գնդակահարելու, օրինակ ժողովրդին չեմ ուզում ասել ինչ կոչելու, ինչ եղանակներով, ինչ իրականացնելու, ինչ պլանների մասին է խոսքը։ Եթե խոսքը ժողովրդական թավշյա հեղափոխության մասին է, հա, այդպիսի պլաններ ուներ Նիկոլ Փաշինյանը եւ մենք 2008-ին կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ուրախ լինենք, որ դա տեղի ունեցավ։ Մենք 2008-ի մարտի 1-ին հիշում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ոստիկաններին հանդեպ բռնությունը արդարացնում էր, կարծես ասում էր հոգիս փառավորվեց, լավ արեցիք, փայտերով, ձողերով զինվեք, չգիտեմ ինչ, այնտեղ Արզումանյան Ալիկը, որ հիմա դեսպան է, ասում էր։ Դուք հիշում եք ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին։ Տեղի ունեցավ ծեծ, ջարդ եւ զանգվածային անկարգություններ եւ սպանություններ։ Ում կողմից։ Այդ դա պետք է ձեր իշխանությունը բացահայտեր, որը չարեց։ Իշխանությունը չէ, իրավապահ մարմինները պետք է բացահայտեն։ Դե եկեք հուսանք, որ ամբողջությամբ դեռևս չկա մեկ անձ բացահայտված, որը գիտենք ով է կրակել, օրինակ այդ 10 անձից մեկին։ Բայց ես ինչ անեմ Նարեկ ջան, որ չկա։ Դե դուք ես իշխանության կառավարության անդամ եք, իշխանության մաս եք սրտի կամ բարեբախտաբար իշխանությունը քրեական գործերի քննության իրավասություն չունի։ Ուղղակի անկախ իրավական գնահատականներից, նաև քաղաքական բարոյական առումով առնվազն 50%-ը պատասխանատվության դնում են Նիկոլ Փաշինյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա։ Ասում են իրենք սադրեցին այդ անկարգությունները։ Իրականում մարտի 1-ի գործով, որքան որ ես եմ հետևել, բացահայտումներ եղել են, նյութերն էլ շատ բազմահատորեն, բայց այս պահին դրա ընթացքի ելքի հետ կապված որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող, որովհետև այդ տվյալներին ուղղակի ի պաշտոնե տիրապետել չեմ կարող։ Մի տհաճ հարց էլ հաստատ ձեզ դուր չի գա, բայց հարցն եմ տիկին Գալյան։ Ձեզ դուր է գալիս օրինակ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ բառապաշարը հենց օրինակ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, որ ասում են մեռելից դա չի, չգիտեմ, ոչ գիտնական ոչիլ, չգիտեմ ինչ վիճված, կազգադավ վիճված։ Մենք ապրում ենք անկախ եւ ժողովրդավար երկրում եւ յուրաքանչյուրը իրավունք եւ հնարավորություն ունի արտահայտել իր մտքերն այնպիսի ձևաչափով, ինչպիսին ինքն է ընտրում։
Ձեր պարկեշտությունը ձեզ թույլ կտար այդպես արտահայտվել։ Ես ինչ է նշանակում իմ պարկեշտությունը ինձ թույլ կտար այդպես արտահայտվել։ Ինչ ենք հիմա գնահատում ենք իմ պարկեշտությունը կամ այդպես կամ այնպես արտահայտվել։ Դե ես ձեզանից չեմ լսել այդպիսի բառամթերք, դրա համար եմ հարցնում, օրինակ կարող է դա օրինակելի լինել այլ կանանց համար, որ իրենք էլ օրինակ առնվազն տարիքով մեծ տղամարդկանց հասային ասեն Վահե։ Ես մի բան ձեզ հարցնեմ։ Ես Վահեն եմ։ Դա Վահե, ներողություն Վահե ջան, դուք հարցադրումները ես հասկանում եմ, որ միակողմանի եք ուղում, բայց ինչու չի քննարկվում կամ հարցադրման մեջ չի հնչում նաև ատելության այն մեծ խոսքի ծավալի մասին, որոնք ուղղվում են դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ իր ընտանիք, որոնք կարող են պարունակել ոչ միայն ձեր կողմից նշված այսպես կոչված տհաճ բառամթերք, այլ հայհոյանք նաև։ Այսինքն մենք միայն քննարկում ենք մեդալի մի կողմը եւ ընդհանրապես չենք քննարկում թե ինչի մասին է մեդալի այն կողմը, որը ստեղծել է նաև այն իրավիճակը, որը մենք ունենք։ Շատ լավ, երկկողմանի այդ ատելության խոսքը կա մի հարց ուղղակի։ Լևոն Տեր-Պետրոսյանը դրա հանգումը այն չէ։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին անվանում է ազգակործան պահտուհաս, դա երկու տղամարդկանց նախկին ու ներկա ղեկավարների թիմակիցների խնդիր է։ Նրա կինը ինչու է նրան ասում մեռելիս դա չի։ Դա օրինակ համարժեք կամ կնոջ մտնելու արձագանքելու հարց է։ Դուք ինձ հարցնում եք բան, որի պատասխանը ես չունեմ։ Ինչու է ասում, իսկ ինչու չի ասում այլ բան։ Առասակ ինչու է ասում։ Ինչու է ասում։ Նախկին նախագահների կանայք չէին խառնվել այսպես։ Իսկ ինչու է ասում։ Դե գուցե դա շատ ավելի լավ է, որ ակտիվ գործունեություն է իրականացնում Տիկին Հակոբյանը, քաղաքացիների ուշադրությունն էլ հրավիրում է այն խնդիրներին, որոնք մեր հասարակության մեջ իրոք կողմից տանում է կրթելու, մյուս կողմից այդպեսի անկեղծ բառապաշար է քարոզում իր Facebook-յան էջում։ Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Ես հետեւյալն եմ գնահատում եւ կարող եմ հետեւյալը գնահատել։ Ցանկացած մարդ ընտրում է այն ոճը, ունի իր ուրույն լեզվամտածողությունը, որով հանդես է գալիս հանրության առաջ, եւ ուղղակի դա չպետք է հատի քրեորեն հետապնդելի արարքների շեմը։ Իսկ եթե դուք ուսումնասիրեք իմ կողմից նշված մեդալի հակառակ կողմը, որի մասին ընդհանրապես որևէ նշում չեք անում, դուք կտեսնեք արարքներ, որոնք իրականում երբեմն կամ շատ հաճախ հատում են քրեորեն հետապնդելի արարք հանդիսանալու այդ շեմը։ Շնորհակալ եմ։